Մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի հիմնական զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդացյան, համեցեք։ Շնորհակալություն արգելի նախագահող, արգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն կատարելու, տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծերը։ Նախագծով նախատեսում է ձևավորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները։ Վերջինիս կազմում ընդգրկված են լինելու թվով 19 բնակավայրեր։ Այսպիսով նախագծով առաջարկում է երկու համայնքի եւ 19 բնակավայրի միավորման արդյունքում ձևավորել մեկ խոշորացված համայնք։ Այս քայլով կառավարությունը ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը։ Խոշոր համայնքները իզորու կլինեն ստանձնել եւ իրականացնել նոր լիազորություններ։ Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նպատակն է վերոհիշյալ համայնքում նշանակել համայնքի ավականու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել սույն թվականի նոյեմբերի 16-ին եւ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել, միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ։ Օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը կդառնա 70, որից 63-ը կլինեն միավորված։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Արման Ղազարյան։ Պարոն Ղուդացյան, այդ հիմնավորումները, որ դուք բերեցիք, դրանք այդ նույն հիմնավորումները բերել եք 2021 թվականին, որտեղ արդեն այդ նշված համայնքներում խոշորացումներ եղել է միավորումները, եւ այդ միավորումների ցանկը այստեղ այցակարգ կա, որտեղ կառավարության 2011 թվականին ընդունվել համայնքների խոշորացման, միջհամայնքային միավորների ձևավորման այցակարգ, որտեղ ձեր բերված հիմնավորման մեջ սրա մասին խոսք չկա։ Այսինքն դու քաղաքական նպատակներով նորից եմ կրկնում, խոշորացնում եք եւ ասում եք ավականու ընտրություններ նշանակեք, բերեք հստակ հիմնավորում, ինչն է նպատակը, որ այդ երկու համայնքը, որը նախկինում են խոշորացրել 21 թվականին ընտրությունները ձևավորվել, եթե չկա քաղաքական նպատակ, միավորել եւ ձեր ուզած մարդուն տնել այդտեղ արդեն խոսակցություններ կա, որ գործող մարզպետին պետք է ժամանակավոր պաշտոնակատար նշանակեք, ինքն հայտարար է լրատվական միջոցներով։ Բերեք հիմնավորումները, որպեսզի մենք հասկանանք, այստեղ իհարկե հանձնաժողովային նիստում մենք մանրակրկիտ կքննարկենք, բայց ձեր բերած հիմնավորման մեջ ես ոչինչ չհասկացա, խոշորացման նպատակն ինչ է։ Չկա, որտեղ ոչ մի չափորոշ չի բանանում դիմանում էս բերած բանով։ Պարոն Ղազարյան, ընդամենը շնորհակալ եմ նախ հարցի համար, ընդամենը մի հիմնավորում կուզեմ շեշտել Հայաստանի Հանրապետությունում բացի գոյություն ունեցող Վաղարշապատ համայնքից չկա այնպիսի երկրորդ համայնք, որը բաղկացած է մի քաղաքային եւ մի գյուղական բնակավայրից։ Այդպիսի համայնքը այդ տեսքով մեր համահարթեցման մասին օրենքի շրջանակներում տրված դոտացիաների տրամաբանության մեջ տուժում է որպես այդպես, որովհետեւ այնտեղ առաջին կոմպոնենտներից մեկը, որ հաշվի է առնվում, դա համայնքի բազմաբնակավայր լինելն է։ Եվ եթե դուք ինձ մատնանշեք եւս մեկ համայնք, որը կազմված է ընդամենը մի գյուղական եւ մի քաղաքային համայնքից, ես ձեզ հետ կհամաձայնեմ, բայց որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ այդպեսին չկա, պիտի ասեմ, որ վերամիավորման գործընթաց է իրականացվում, որի տրամաբանությունը այն է, որ միավորված համայնքը կդառնա ավելի մեծ բնակիչների թվով, ավելի էֆեկտիվ կկարողանա ուրեմն կառավարում իրականացնել այնտեղ, բնականաբար պետական բյուջեից ավելի մեծ միջոցներ կուղղվեն այդ համայնքում ծրագրեր իրականացնելուն եւ համար 1 ուրեմն հիմնավորումը, որը բխում է այդ համայնքների երկու համայնքի Վաղարշապատի եւ Խոյի բնակիչների շահերից, դա իմ ասածն է։ Արձագանք։ Դուք էլի չիմնավորեցիք, պարոն Ղուդացյան, այդ դեպքում դոտացիաների տրամադրման կարգը փոխեք ընդամենը կառավարության որոշմամբ կամ օրենքով։ Եթե քաղաքային համայնքը, որի մեջ ներառում է գյուղական բնակավայրեր, բերեք այդ օրենքը փոխեք, ոչ թե բերեք երկու մեծ համայնքներ, եթե քաղաքական նպատակ չկա,
առանց հիմնավորման, առանց դաշտային քննարկումների, առանց հեռավորությունը հաշվի առնելու, ենթակառուցվածքները հաշվի առնելու, մնացած չափորոշիչները, որոնք հարիր են խոշորացվող կամ միավորվող համայնքներին, Էսրանք բոլորը անտեսել եւ անունը տնել, որ այդ համայնքները կտուժեն, այդ համայնքները չեն տուժում։ Ես լավ էլ գիտեմ, ինֆորմացված եմ այդ համայնքների իրենց բնականon լիազորությունների շրջանակներում իրանց իրականացնում են իրաց լիազորությունները։ Ավելին ասեմ, ոչ մի քննարկում չի եղել հանրային քննարկում։ Մարզպետարանում ընդհանրեն աշխատակազմին հավաքել եք, դրանք էլ վախից ոչ մի ծպտուն չեն անել։ Երկու խոշորացվող համայնքներում միավորվող ոչ մի հանրային քննարկում չի եղել, հանրային կարծիք չի եղել։ Քարտեզները ոնց եք ձևավորել գործող կարգով։ Չկա նման բան, ընդհանրապես դրել եք օրենք, բրդում եք առաջ, որպեսզի կարողանաք քաղաքական ձեր նպատակներ իրականացնեք։ Այս այստեղ ձեր բերած հիմնավորումները հիմնավորում չէ խոշորացման կամ միավորվող համայնքների գործող օրենքին։ Պարոն Ղազարյան, այս երկու համայնքները, որոնք դուք ասացիք, եւ ենթակառուցվածքներով, եւ իրենց աշխարհագրական տեղաբաշխվածությամբ իրար կապած համայնքներ են, այսինքն այստեղ որևէ տրամաբանություն խախտված չի, ուրեմն խոշորացման կամ միավորման նախագիծը շրջանառության մեջ է դրվել բավական երկար ժամանակ առաջ, դրա մասին պատշաճ կերպով գործընկերները իրազեկվել են եւ եթե չեմ սխալվում, պարոն Ղալումյանի մասնակցությամբ նաեւ չէ, պարոն Ղալումյան, հանրային քննարկում է եղել Վաղարշապատ համայնքում առնվազն, որը հրապարակային է եւ այս մասով ոնց որ թե ավելացնելու բան չունեմ։